Ահա Իրանի գլխավոր զենքերից մեկը Միացյալ Նահանգների ու Իսրայելի դեմ պատերազմում։ Իրանական շահեդ տեսակի ԱԹՍ-ն է, բավականին պարզ տեխնոլոգիայով, էժան ու հաճախ մահացու։ Եվ ինչու է արդյունավետ պատերազմել այս էժան զենքով, երբ կան միլիոն դոլարանոց գերճշգրիտները։ Շահեդներ սարքում են լայնորեն հասանելի մասերից, երբեմն Չինաստանից, հեշտացնում է զանգվածային արտադրությունը։ Օրինակ շահեդ 136-ի արտադրությունն արժե ընդամենը 20-ից 30 հազար դոլար։ Սրանք հակաօդային պաշտպանությունից խուսափում են հիմնականում ցածր ու դանդաղ թռիչքի շնորհիվ։ Շահեդը հարձակողական դրոն է, առավելագույնը 2500 կիլոմետր հեռահարություն ունի։ Այսինքն Թեհրանից ծոցի երկրներ հասնում է, օրինակ Դուբայ, Բահրեյն, Կատար կամ Սաուդյան Արաբիա։ Բայց մինչ այժմ ամերիկյան զորքերի դեմ ամենամահաբեր հարվածը Քուվեյթի ռազմաբազայի վրա էր։ Ամերիկացի 6 զինվոր զոհվեց այստեղ։ Իսկ այս պատերազմում Իրանը հազարավոր շահեդներ է արդեն արձակել։ Վերլուծաբաններն ասում են, անգամ եթե դրանցից մի քանիսը միայն հասնեն թիրախին, միևնույն է, վնասը կա։ Հարվածները ծանրաբեռնում են հակառակորդի հակաօդային պաշտպանությունը, եւ ամեն շահեդ խոցելն իր գինն ունի։ Երբեմն այսպիսի մեկ ԱԹՍ-ից մի քանի անգամ ավելի թանկ։ Շահեդների իր տարբերակը Լուկասն ունի Միացյալ Նահանգները, բայց զենքը լայնորեն կիրառել սկսեց Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում։ Եվ հենց Ուկրաինան է, որ այս ԱԹՍ-ն չեզոքացնելու տարբերակներ է մշակել, անգամ լազերներ դրանք խափանելու համար։ Ոնց խոցել շահեդ առանց գործի դնելու միլիոն դոլարանոց կարողությունները։ Ուկրաինացիները հիմա իրենց փորձով կիսվում են Մերձավոր Արևելքի երկրների հետ։ Չէ՞ որ պատերազմը ոչ միայն կյանքեր արժե, այլ նաև փող։ Ու եթե հնարավոր է ապակին կոտրել հարմար մի քարով, գուցե իրոք չարժե նույնն անել ոսկու մեծ ձուլակտորով։ Մանավանդ, որ Իսրայելն ասում է, պատերազմը մի քանի շաբաթ դեռ կշարունակվի։